Սինդրիկի, մանուշակի, կրակի վրա պատրաստած լոշի ու շամշադինի մասին է պատմում Գոհար Քոսակյանը YouTube-ի իր ալիքում։ YouTube-ի առաջին տեսանյութը 6 տարի առաջ է նկարել, արտասահմանում ապրող քրոջը ուղարկելու համար, բայց քույրը որոշեց, ինչպես ասում են, նոր գործ բացել Գոհարի համար։ Սկսեցինք YouTube-ում տեղադրել, բայց չէի պատկերացնում, որ իսկապես այդ ինչ կարող եմ անել այդտեղ, այսպես ասած, կամ կընդունվի ժողովրդի կողմից, թե չէ, ու առաջին հետևորդները, որ կային, ամեն մի հետևորդի հետ ասում էինք, վայ, մի հոգի էլ ավելացավ, տեսնես էսով ա, վայ, էսով ա, այդպես շատացավ, բայց շատ դժվար ճանապարհ ա իդեպ, որովհետև մնացած սոցցանցերի նման ոչ թե ինձ YouTube-ն ունեմ դրա համար, այլ բոլոր ցանցերն էլ կան, ուղղակի այդտեղ շատ դժվար է հետևորդներ հավաքելը։ Գոհարը հիմա հաջորդ 12,000 հետևորդ ունի, շարունակում է YouTube-ում պատմել Շամշադինի մասին։ Չէի կարող գալ ու ձեզ հետս չբերել։ Շատ հյուրեր ենք ունեցել, ովքեր որ իսկապես կապ չունեն գյուղի հետ, բայց իրենց այդ հոլովակները նայելով հետաքրքիր է եկել, գնացել ենք մեր անտառներում, մեր բնության գրկում, դե շատ սիրուն է Շամշադինի բնությունը, բոլորը գիտեն դա։ Ուղղակի պարզապես իրենց աչքով չեն տեսել ու իմ հոլովակների միջոցով ծանոթանում են մեր Շամշադինի ավանդություններին, մարդկանց, ապրելակերպին, ինչով ենք զբաղվում, ինչ ենք անում։ Գոհարի տեսանյութերում գյուղացու վերջ չունեցող աշխատանքներն ենք տեսնում, որոնք եւ անում, եւ նկարում է զրուցակիցս։ Տեսանյութեր նկարելն ու YouTube-ում տեղադրելը Գոհարի ստաբիլ աշխատանքներից մեկն է դարձել։ Հայաստանում YouTube-ի մոնետիզացիայի մեկնարկը, որքանով է ոգևորել նրան ավելի շատ տեսանյութեր տեղադրելու համար։ Ոգևորությունս իհարկե շատ մեծ էր, բայց ասեմ, որ եկամուտ ստանալու վրա դա այդքան էլ ազդեցություն չունի, որովհետև լավ աշխատում ես, լավ վաստակում ես, դա եթե թողեցիր ու ռեյտինգը իջնում է, դու մի շաբաթ պիտի ամեն օր հոլովակ տեղադրես, որ էլի հասնես լավ եկամուտ կարողանաս ստանալ։ Բայց մոնետիզացիան Հայաստանում լինելը օգուտ է այն առումով, որ նախ արդեն մնացած երկրների պես այստեղ էլ կա դա մեկ ու մի քանի հնարավորություններ է բացվում, որոնցից դեռ ես չեմ օգտվել։ Իսկ ինչպես կարող են ընդհանրապես գումար վաստակել YouTube-ի մոնետիզացիայի շնորհիվ։ Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Արթուր Պապյանը մի քանի կետ է առանձնացրել։ Անհրաժեշտ է ապահովել հետևյալ մինիմումները։ Տվյալները վերցրել եմ իմ Հայաստանում գրանցված ալիքից։ 500 բաժանորդ, 3 հանրային վերբեռնում 90 օրվա կտրվածքով, 3000 վավեր հանրային ժամ դիտում, անցած 365 օրվա կտրվածքով կամ 3 միլիոն շորս դիտում, անցած 90 օրվա կտրվածքով։ Սա հնարավորություն է նաև լրատվամիջոցների, անկախ լրագրողների համար որպես լրացուցիչ եկամուտ։ Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով վտանգներ ևս կան։ Ամենայն հավանականությամբ հիմա ինչ-որ շատ վատ որակի բովանդակություն կլծվի YouTube, որտեղ մարդիկ լսել են, որ կարելի է մոնետիզացվել, համար վատ բովանդակություններ մրցակցելու է լավ բովանդակության հետ, այնց որ բացասական հետևանքներ ունեն։ Ու պլյուս նաև հասարակ դիտողներ ստիպված լինելու ամեն վայրկյան գովաց նայել։ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը դեռ փետրվարին էր հայտարարել ծրագրի նախապատրաստական մեկնարկի մասին։ Ամիսներ անց մայիսի 11-ին YouTube-ի պաշտոնական բլոգն ու նախարարությունը հաստատեցին ծրագրի գործարկման մասին։ Անիա Բաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։